Բարի օր բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող օրը բոլորիս համար լցված լինի միայն ուրախ ու դրական պահերով, այսպիսի գեղեցիկ պահերով լցված լինի մեր բոլորիս օրը, սիրելիներս, եկա պատուհանի մոտ ցույց տալու, որ երեկ ցանել եմ սերմերը պղպեղների և սմբուկների, տեսնում եք արդեն ջուր է հավաքվել, լավ քրտնել է, սիրելիներս, խնդրեմ, այսպես ինքը իրենով կջրվի, իսկ այստեղ ուզում եմ ձեզ բոլորիդ ցույց տալ Մարինեիս ձեռքի աշխատանքը, տեսեք ինչ գեղեցիկ ծաղիկներ է պատրաստել երեկոյան, տեսնում եք, գեղեցկություն, ընդամենը անձեռնոցիկով, իսկ վերևի ռոզվի գույնը ներկել է, հարգելիներս, պատրաստել է իր ընկերուհուն նվիրելու համար, ծաղիկները ցույց տալուց և ցանած սերմերը ցույց տալուց հետո եկել եմ խոհանոց և միասին պատրաստելու ենք վրացական շատ յուրահատուկ համով, շատ համեղ ճաշատեսակ, որը կոչվում է չախոբիլի, բաղադրիչներն են հավի միս, ինձ մոտ նաև վիզկ կա մի քանի հատ, թարմը պղպեղ չունեմ, սառցախցիկից եմ հանել, մեր ամառվա անուշ համով հոտով պղպեղներից եմ դրել սառցախցիկը, նույնն է ինչ թարմը, այստեղ ունեմ կանաչի փունջ, սամիտ, համեմ և մաղադանոց, այստեղ համեմունքներն են, խունելի սունելի, կարմիր պղպեղ, սև պղպեղ և իհարկե առանց սոխի ինչ չախոբիլի, բավականին շատ սոխ, բուսայուղով եմ պատրաստելու բուսայուղ և մեր հողամասի անուշահամ համեղ լոլիկները իրեն հյութի մեջ, միասին կբացենք և կպատրաստենք մեր չախոբիլին, հիմա այս բաղադրիչները մի կողմ դնեմ և բացենք մեր լոլիկի հյութը, այսօր այս փակած լոլիկով եմ պատրաստելու, թարմը լոլիկ չունեմ, պատրաստելու եմ փակած լոլիկի հյութով և լոլիկով, մի քիչ համտեսեմ, անմահական համ ունի հարգելիներս, համեղ, ամեն ինչը տեղը, մի թեթևել կծու, որովհետև կծու պղպեղ եմ դրել, մեկ հատ կարմիր, ցույց տամ, տեսնում եք ամառվա, տեսեք մեր հողամասի պղպեղն է, ինչ լավ համեղ թեթև կծոտ, ամառվա մեր աշխատանքը ամբողջ ձմեռ մեզ կերակրում է, աշխատող մարդը երբեք սոված չի մնա, ասեք, որ ճիշտ ես ասում, տիկին Մարինե, սա խմել վերջացնեմ, անցնենք գործի, գազօջախը վառել եմ, տապակի մեջ լցնեմ բուսայուղ և դնեմ գազօջախին, թող լավ դաղվի, պետք է լավ բուսայուղը դաղվի նոր հաջորդ գործողությունը, այս ճաշատեսակը միշտ պատրաստում են բուսայուղով, կարող ենք յուղով էլ, բայց բուսայուղով ավելի համեղ է լինում, խնդրեմ, դնեմ կրակին, մի քիչ էլ ավելացնեմ, թող դաղվի, դանդաղացնեմ տակը, կամացանեմ, մինչ դաղվի ես կկտրտեմ սոխը, կտրտելու եմ լուսնաձև, այսպես, դուք ինչպես կարող եք,
իմ լավ հարազատ ընկերներ, բարեկամներ, ամեն տնտեսուհի, բոլորս էլ գիտենք իր պատրաստման ձևն ու եղանակը ունի։ Հիմա դուք ոնց կցանկանաք կտրտեք, ես այսպես եմ կտրտում, որպեսզի մի քիչ սոխը երևա մսի հետ։ Սա այսպես բավականին շատ ենք անում, որ համեղ լինի։ Ամառը ճիշտ է, տանջվում ենք, հողամասում, ցանում ենք, մշակում ենք, բայց ձմռանը անուշ ուտում ենք։ Չէ՞ որ ամառվա փուշը ձմռվա նուշն է համարվում։ Մեծական խոսքերը միշտ ասում էին, ամառվա աշխատած բարիքները ձմեռը անուշ ենք անում։ Բոլորս միասին աշխատում ենք, առաջ Աստված, տարին լավ լինի, բերքառատ լինի։ Բավականին ցանել եմ, դեռ քաղցր պղպեղ վաղն էլ պետք է ցանեմ, քիչ է քաղցրը, իսկ կծու կոտոշը ասեցի, չէ, որ իմ ձեռքի ցանածն է, ես ինքս եմ սերմերը հավաքել, մի անգամ Հայաստանից եմ բերել մի տարի ու այդպես շարունակ ձեռքիս տակ վերցնում եմ, ունենում եմ միշտ դեղին եւ մեր հայկական կոտոշ մեծ երկար պղպեղները։ Այս տարի ուզում եմ մի մարգել ավել անեմ, թողեմ կարմրի, որտեղ անցած տարի լավ կարմրեց։ Այս ծիծակ բիբարը տեսակ պղպեղը դա էլ է կարմրել, թողել եմ կարմրել է, այս տարի ուզում եմ քաղցրներ թողնեմ, եթե լավ արևոտ լինի, ասեմ, որ միայն լոլիկն եմ ջերմոցում դնելու, իսկ մնացածը բացօթյա պղպեղը եւ սմբուկը ավելի լավ է լինում։ Իհարկե, չմոռանամ ձեզ ասել, սկզբնական շրջանում, որ դնում եմ հողը, միասին կդնենք, միասին կտեսնեք, թե ես ինչպես եմ դնում հողը, ուզեցա ասել, որ ես մի ծածկում եմ, մինչև սացիլը սկսի աշխատել, հարգելիներս, միանգամից բացօթյա չեմ դնում, դա ուզեցա ասել, հիմա լավ տաքացել է, պետք է լավ տաք լինի, որպեսզի հավը տապակենք այս բուսայուղի մեջ, արդեն լավ տաքացել է, հավի միսն եմ դնում սկզբից տապակելու, ես ասեմ, որ կաշիները հանել եմ, սարցած խցիկից հանել եմ, նաև այս վզերը, ասեցի չէ, վզովել է համով լինում, դա էլ ժարիկ կանեմ, հիմա մի հատ այսպես որ շտնի դարտամ, շատ չենք տապակելու, մի թեթև տապակվի, ծածկեմ բերանը դանդաղ, տեսեք կրակը շատ դանդաղ եմ արել, թող տապակվի, տեսնենք թե ինչպես է տապակվել մի կողմը, շատ կարմիր պետք չի մեզ, հարգելին է, որովհետև մի կես ժամ պետք է հետո ես եփեմ հավի միսը, հիմա մի թեթև տապակեմ, այսպես, բերանը ծածկեմ, մյուս կողմն է տապակվի, նոր սոխը կտապակենք, մյուս կողմն էլ տեսնենք պատրաստ է, մի 2 րոպեից արդեն կհանեմ, հարգելիներս, սիրելիներս, այս վիրուսով որ հիվանդացել եմ, սուրճը հեշտ դուրս չի գալիս, առավոտյան հարսիս հետ ուզեցա խմեի, մի կում արեցի, ոնց որ դուրս չգա, այնքան երկար տևեց, լավ անում եմ նորից, այս գմգմոցը, գլխացավը չի անցնում, չգիտեմ ինչի, շատ երկար տևեց, բայց չեմ հուսահատվում, լավ կլինի, կարևորը որ
շաքարս է արդեն կանոնավորվել, ամենակարևորը դա է, որ շաքարը բարձրանում է, շատ թուլանում ես, ոնց որ ուզենաս անընդհատ քնես եւ չես կարողանում շարժվել, հարգելիներս, թող հիմա սա միսը մի 2 րոպեից հանեմ, կմիանանք նորից իրար։ Պատրաստ է։ Փոշմանեցի, վիզը չեմ չախոբիլիներ չեմ լցնելու, վիզն առանձին կխաշեմ, թողա խաշած ավելի համեղ է։ Երբևիցե չեմ լցրել, չեմ ուզում լցնել։ Պետք չի, վիզ առանձին կխաշեմ։ Ինչ եք, ձեր կարծիքը կգրեք։ Ճիշտ եմ ասում, թե ոչ։ Հիմա մի փոքր բուսայուղ կավելացնեմ, ասեմ միսը չեմ համեմել աղով, վերջում բոլորը միասին կհամեմեմ։ Ոչ աղ եմ արել, ոչ սև բխպեղ, ոչինչ։ Հիմա սա լցնեմ, սոխը թութապակվի, բերանը չեմ ծածկելու, շատ է, 2 անգամից կտապակեմ, որովհետև շատ եմ։ Հիմա սիրելիներս տեսնեմ, սոխը տապակվում է արդեն, այո, արդեն թորոմել է, այնքան կտապակեմ, մինչև գույնը դեղին պարզ լինի, իսկ այստեղ էլ դրել եմ հավի վիզը եփելու։ Լավ դարձել է դեղնավուն, ավելացնում եմ համեմունքները, հարգելիներս, ինձ մոտ կարմիր պղպեղն է, խունելի-սունելին է և սև աղացած պղպեղը, խառնում ենք իրար, այսպես և լցնում սոխի վրա։ Տեսեք ինչ հլը չլցրած տաք այս սոխի վրա և բուսայուղի ինչպիսի անուշ հոտ է գալիս, չեմ կարող ձեզ այս համն ու հոտը բացատրել, մի յուրահատուկ համ է տալիս, սիրելիներս։ Հիմա կավելացնեմ պղպեղը, նորից կխառնեմ, կավելացնեմ, տեսեք, լոլիկը կոթունները հեռացրել եմ, կտրտել եմ, պատրաստել եմ և վրան էլ տոմատի մածուկի փոխարեն լցրել եմ լոլիկի հյութը, ահա։ Հիմա մի լավ կխառնեմ, թող մի քիչ խառնվեն իրար համերը և կավելացնեմ թարմը մի քիչ կանաչին, լրիվ չէ, մի քիչ թարմը կանաչին։ Հիմա սա պետք է լավ մի համերը տան ու եփվի, նոր պղպեղը, լոլիկը եփվի, նոր կավելացնենք միսը։ Արդեն սկսել է լավ եռալ, աղով համեմում։ Խառնենք։ Շատ լավ ստացվում է, ես շատ սիրում եմ այս ճաշատեսակը, ընտանիքիս անդամներն էլ են սիրում, մենակ երեխաները չեն ուտում, տղա թոռս և աղջիկ թոռս։ Հիմա կհամտեսեմ մի փոքր, տեսնեմ աղը, հո շատ չլինի, քիչ չլինի։ Մի փոքր էլ կաղ կգցեմ, բավական է։ Թեթև կծվություն ունի, համեղ կծու է։ Համն է շատ համեղ է, հարգել։ Ինչ բուրմունք է իմ խոհանոցում, սիրելիներս։ Հիմա խառնեմ, մի հատ է, նորից համտեսեմ, չէ որ աղ էինք ավելացրել, աղի նկատմամբ պետք է զգուշ լինենք, աղը պետք է տեղը լինի, ոչ ալանի, ոչ աղի։ Մի փոքր հյութից վերցնեմ։ Հիմա արդեն մի հատ խառնեմ և ավելացնեմ տապակած միսը։ Այսպես ընկղմեմ
սոուսի մեջ։ Ինչ բուրմունք է, չեք պատկերացնի։ Անուշ հոտ է գալիս պրեպերավաներից և կանանչից։ Հիմա այսպես թող սեղմեմ այս պատրաստի սոուսի մեջ, որպեսզի միսը ավելի համովանա։ Սիրելիներս, մի 20 րոպե պետք է մարմանդ կրակի վրա եփեմ։ Հիմա ավելացնում եմ մնացած կանանչիները՝ սամիթը, գինձը և մաղադանոսը։ Դուք կարող եք սխտորել սկզբից ավելացնել սոխի հետ։ Խնդրեմ, բերանը ծածկեմ, թող եփվի, հենց եփավ կհանդիպենք։ Իմ լավ բարեկամներ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, լայքեք, որպեսզի ալիքը տարածվի, մեծանա, հարգելիներս, նախօրոք շնորհակալություն եմ հայտնում բոլորի հարազատներս։ Ահա և վերջ, պատրաստեցի վրացական չախոբիլին, ստացվեց շատ համեղ, հյութալի, որպեսզի հացը թաթախենք մեջը և ուտենք։ Շատ համեղ բուրում է, այստեղ խաշեցի հավի միսը, այդպես կուտենք, և այստեղ 3 կիլանոց բանկայով, տարայով դրել եմ կարմիր հաղարջի կոմպոտը, մեր հողամասի հաղարջն է կարմիր, շատ համեղ, այստեղ էլ լցրել եմ մի բաժակ լոլիկի հյութը, նորից մեր հողամասի լոլիկներով ենք պատրաստել։ Սիրով պատրաստեցի մեզ համար, ցույց տվեցի ձեզ համար, սիրելիներս, միշտ այդպես բարի մնացեք, շատ բարի եք, ձեր բարության համար Աստված թող ձեզ առատորեն օրհնի։ Եվ վերջապես այս գեղեցիկ վարդերով էլ, որը ես դեկտեմբեր ամսին ստացել էի ծննդյանս, օրվա կապակցությամբ իմ Մարինես է նվիրել, թորնույց, տեսեք, ինչպես է կոկոմել, դրել ենք, ինքը թոռոմել էր, ամանը փոխել ենք, դրել ենք ուլտրամանուշակագույն լույսի տակ, տեսնում եք, նորից աճել է և սիրուն կոկոմել է, գեղեցիկ է, ես շատ սիրում եմ այս դեղին գույնի ծաղիկը։ Այս դեղին գեղեցիկ ծաղիկով էլ այսօրվա իմ հոլովակը ուզում եմ ավարտել։ Ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։